Այսօր մենք կքննարկենք, թե ինչ է լինելու Բարսելոնայի հետ Մեջդու Նարոդնի պերերվիվից հետո, կտեսենք ում դեմ են խաղալու, ում դեմ ինչ ռեզուլտատ կլինի ու ես կասեմ իմ պրեդիկտը, ինչպես է պրծնելու խաղերը եւ ինչ է լինելու այդ խաղերի ընթացքում։ Գնացինք։ Առաջին խաղը խաղալու է Բարսելոնա Ատլետիկ Բիլբաոյի դեմ նոյեմբերի 22-ին, Ատլետիկ Բիլբաոյից հետո Չելսի, հետո Ալավես, Ատլետիկո Մադրիդ, Ռեալ Բետիս, Ֆրանկֆուրտ, Ասասունա եւ Վիլյարեալ։ Երկու Չեմպիոնների լիգա մնացածը Լա Լիգայի խաղեր։ Հիմա Բարսելոնան երկրորդ տեղում է, հետ է մնում Ռեալից 3 աչոկով։ Հուսանք Բարսելոնան կկայանա կրի այդ բոլոր խաղերը եւ կհասնի Ռեալին կամ դաժ կարող հանցնի, բայց կարևորը հետ ավելի չմնանք։ Նոյեմբերի 22-ին խաղալու ենք Ատլետիկ Բիլբաոյի դեմ, այդ խաղում շատ մեծ փոփոխություններ կարող են լինել, որտեղ կարող է վերադառնա Ռաֆինյան, կարող է վերադառնա Ժոա Գարսիան։ Իհարկե, նրանք ոչ թե հենց ստարտվի սաստավից են խաղալու, այլ երկրորդ թամից կարող են մտնել եւ օգնել թմին։ Նաեւ Ատլետիկ Բիլբաոյի դեմ մենք չենք կարող չունենանք ցենտր պոլը, այսինքն Դեոնգը կարմիր քարտ ստացավ Սելտայի այդ խաղում, կա Մարկ Կասադո տրավմա, Պեդրին տրավմա, ունենք Մարկ Բերնալ, Կրիստենսեն ու всё։ Ու Էրիկ Գարսիան կարապորնի խաղ, բայց չի։ Խաղալու ենք Մոնժուիկում, բայց նաեւ կա այսքան շանս, որ մենք կարանք խաղանք Կամպ Նոյում, իհարկե 25000 բալելշիկով, բայց հնարավոր է, որ ընդեղ խաղանք, դա շատ կարևոր կլինի, բայց ինչպես գիտենք, կարող է հեսա մի հատ բոմբ դրած լինի Կամպ Նոյի վրա ու տրակի սա ու էլի մի 500 տարի սպասենք, որ Կամպ Նոյում գոնե մի հատիկ տեղ լինի պրեզիդենտի համար։ Գնացինք։ Ատլետիկ Բիլբաոյի դեմ իհարկե դժվար անելու, բայց ցույց է տալիս ստատիստիկան Ատլետիկ Բիլբաոն վատ է խաղում, երբ որ խաղում է ոչ իր դաշտում, այսինքն մենք խաղում ենք Մոնժուիկում ու կարող է մեծ շանս լինի, որ մենք հաղթենք Ատլետիկ Բիլբաոին, հավատում ենք իմ պրեդիկտը, որ մենք կարող ենք հաղթել այս խաղը 2-1 հաշվով, դժվար խաղ լինելու, բայց մենք կհաղթենք այս խաղը։